Եվ այսպես ուշադրություն Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է հետևյալը, որ Ֆրանսիան խանգարում է, որ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանի նախագահը մի քանի օրեր առաջ էր նման հայտարարություն արել, կրկին մեղադրելով Ֆրանսիային, որ Ֆրանսիան խանգարում է, Ֆրանսիան այս ինչ է անում եւ այլն եւ այլն, այսինքն Ռուսաստանը եւ Ադրբեջանը այս հարցում ունեն մեկ կարծիք եւ մեկ Ալիևն է նույն բանը ասում, մեկ Զախարովան է նույն բանը ասում, չես հասկանում իրանք ում են ներկայացնում Ադրբեջանին թե Ռուսաստանին, բայց ինչ է անում Ֆրանսիան, որ խանգարում է, որ չստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այդ ինչ է արել, Ադրբեջանն ասում է Հայաստանը պետքա փոխի իր սահմանադրությունը, որտեղ որ կա այսպիսի մի կետ, որը որ ենթադրում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը պետքա միանան, Ղարաբաղը պետքա դառնա Հայաստանի մի մասը։ Ֆրանսիան երբեք չի ասել, որ Ղարաբաղը պետքա դառնա Հայաստանի մի մասը։ Ֆրանսիան երբեք չի ասել, որ ինքը խառնվում է այս բանակցություններին կամ ինքը որևէ ակնկալիք ունի կամ ինքը դեմ է, որ Հայաստանը ինչ-որ մի զիջման գնա կամ չգնա։ Ավելին, հենց Եվրոպայում է, որ Հայաստանի կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ է արել Ռուսաստանը, հենց Ռուսաստանն է ամեն ինչ խանգարել, Ռուսաստանն է կրակի վրա բենզին լցրել եւ թեժացրել այն տարիների ընթացքում, հենց միջնորդն էլ ռուսների եւ այսպես ասած մեր միջև եղել է Բելարուսի նախագահ Լուկաշենկոն։ Երկար տարիներ շարունակ Ալիևից վերցրել է փոխանցել Երևանին, այստեղից վերցրել է փոխանցել Պուտինին, եղել է այդ ամեն հարցերի միջնորդը ու եղել է խնդիր։ Ավելի լավ է Հայաստան եւ Ադրբեջան իրենց խնդիրները դեմ առ դեմ նստեն քննարկեն առանց միջնորդների, որտեղ պետքա միջնորդներին եւս ձեռնտու լինի ձեր հետ աշխատել։ Այսինքն Ռուսաստանի շահը որն է, որ Ռուսաստանը ներքաշվի հայ-ադրբեջանական բանակցություններին, եթե այդտեղ շահ չունի։ Հիմա ինքը չունի շահ եւ ասում է, որ մեղավոր է Ֆրանսիան, որովհետեւ չի ստորագրվում այդ փաստաթուղթը։ Հետո ասում են, որ մայիսի 9-ին պետքա Ռուսաստանում ստորագրվի այդ փաստաթուղթը, հետո էլ ասում են, որ չի ստորագրվել։ Այսինքն ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում, այս ինչ խաղեր է, ինչ խնդիրներ է, որ չի լուծվում։ Եթե Ադրբեջան եւ Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագիրը, ինչի դա չի ստորագրվում։ Եթե երկու կողմը ասում են վերջ, էսա ավելացնելու եւ պակասացնելու որևէ բան չկա, արդեն համաձայնեցված է ամբողջ կետերը։ Ու չի ստորագրվում։ Բա ում համար է այս տարիների աշխատանքը արվում, չես հասկանում, այսինքն Ադրբեջանի իշխանությունը փորձում է Հայաստանից քերել հնարավոր ամեն ինչ, հասնել Հայաստանի կողմից հնարավոր ամեն զիջման, ինչը որ չի ստացվելու եւ որը որ բերելու է արդեն խաղաղության համաձայնագրի այս տեքստով ստորագրման։ Եվ ասենք թե սահմանադրության փոփոխության հարց դրվեց։ Կա այդպիսի մի հատ հայ, որ կգնա ու կքվեարկի այո, կողմ եմ, թող փոխվի սահմանադրությունը, որ ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Ոչ մեկ չի գնա եւ չի ստորագրի, չի դնի այո, ոչ մի բան չի անի, որը կլինի դրական։ Հայ ժողովուրդը կտրականապես դեմ է Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ինչ-որ որոշում ընդունելու կամ սահմանադրություն փոփոխելու հարցերին։ Եվ դա նաև ՄԱԿ-ի կանոնադրությանն է դեմ, այսինքն Ադրբեջանը ով է, որ խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Եթե դա չի վնասում Ադրբեջանին, Ադրբեջանը խնդիր չպետք է ունենա։ Իսկ դա կարող է այն դեպքում վնասել Ադրբեջանին, երբ որ մենք պատերազմ հայտարարենք կամ խառնվենք Ադրբեջանի ներքին գործերին, բայց մենք ոչ պատերազմ ենք հայտարարում, ոչ էլ Ադրբեջանի ներքին գործերին ենք խառնվում, այսինքն մենք չեզոք պետություն ենք Ադրբեջանի համար, եւ Ադրբեջանը դա պետք է ընդունի եւ հասկանա, որ կա այն ինչ որ կա, դրանից ավել ոչ մի զիջում, դրանից ավել ոչ մի խնդիր Հայաստանը չի լուծելու։ Եթե դա չստորագրվեց, ուրեմն իրավիճակը ավելի է բարդանալու եւ դա Ադրբեջանի շահերից հաստատ չի բխելու։ Քիչ առաջ տարածվել է տեղեկատվություն, որ ադրբեջանցի զինծառայողը պայթել է Լեռնային Ղարաբաղում ականի վրա։ Չենք չափազանցնի, եթե ասենք, որ ամիսը մեկ անգամ այսպիսի դեպք է գրանցվում ադրբեջանցի զինվորների հետ եւ նրանցից մեկը կամ մի քանիսը պայթում է ականի վրա։
եւ նրանք դիմել էին Հայաստանին, որ ականապատ տարածքների քարտեզներ Հայաստանը փոխանցի։ Հայաստանը իհարկե ժամանակին նմանատիպ քարտեզներ տվել է եւ փոխարենը ստացել է հայ գերիներին, եւ չգիտենք հիմա շարունակաբար Հայաստանի մոտ մնում են քարտեզներ, որոնք չեն փոխանցվել Ադրբեջանին, բայց մենք գիտենք հետեւյալը, որ սա նրանց անգրագիտության ոչ պրոֆեսիոնալ լինելու մասն է։ 5 տարի է Լեռնային Ղարաբաղը գտնվում է իրանց ձեռքում, 5 տարվա մեջ չկարողացան այս նոր սերնդի տեխնոլոգիաներով զարգացած աշխարհում ականազերծեն Լեռնային Ղարաբաղի տարածքները եւ շարունակաբար պայթում են, բայց իհարկե Ադրբեջանի գլխավոր սպառնալիքը այդ ականները չեն։ Ադրբեջանի գլխավոր սպառնալիքը դա Իրանն է եւ դրա մասին իրենք գիտեն, որովհետեւ Ադրբեջանը աջակցում է Իսրայելին, Իսրայելը թե Իրանի, թե Թուրքիայի թշնամին է, բայց Թուրքիան Ադրբեջանին որևէ հարված չի հասցնի այս հարցի շուրջ, բայց իհարկե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները չեն կարող լինեն փայլուն, քանի որ Ադրբեջանը աջակցում է Իսրայելին, լինելով թուրքական հպատակ պետություն։ Եվ իհարկե Իրանը ըստ էության ուղիղ կերպով չի շեշտում, որ Ադրբեջանը իր թշնամին է, բայց տարբեր առիթներով դա ցույց է տալիս։ Հայ-իրանական վերջին զորավարժությունները, որի ժամանակ հստակեցվեց հետևյալը, թե դա ում դեմ էր եւ ինչպես կարող է Իրանը արձագանքել, երբ որ Աստված չանի, բայց հարձակվեն Սյունիքի մարզի վրա, պահանջելով Հայաստանի Հանրապետությունից, այսպես ասած, ճանապարհ։ Ալիևը վերջին շրջանում հայտարարում է, թե այդ ճանապարհը իրեն այլևս հարկավոր չի, իրենք համաձայնության են եկել Իրանի հետ եւ Իրանի հետ սարքում են նոր ճանապարհ դեպի Նախիջևան, բայց խաղաղության համաձայնագրի մեջ կա այդ ամեն ինչը ներառված, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի հատուկ պայմաններով ճանապարհ։ Հատուկ պայմանները որոնք են։ Երևի թե մաքսային տուրքեր ադրբեջանցիները չեն վճարելու, որովհետև դա տարանցիկ բեռներ են, այսինքն Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվում, ուղղակի Հայաստանի Հանրապետությունով անցնում են եւ բնականաբար մաքսեր չեն վճարելու։ Շատ խիստ ստուգումներ չեն անցնելու, բայց մենք շատ խիստ պետքա ստուգենք, ինչու։ Որտեվ այդ բեռները չեն գալիս Վրաստանից, չեն գալիս Իրանից, այսինքն պետություններից, որոնց հետ մենք ունենք նորմալ հարաբերություններ եւ որոնց երկրների ղեկավարություններին կարող ենք եւ վստահել։ Ադրբեջանից բեռ մտնի Հայաստանի Հանրապետություն ու մենք դա չստուգենք, դրանք պետքա մաքսիմալ հսկողության տակ լինեն, որովհետև դա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցն է եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունից գերակշիռ բան հայ ժողովրդի համար չի կարող գոյություն ունենալ։ Եվ ինչի՞ չի ստորագրվում այդ համաձայնագիրը, չէ՞ որ ամեն ինչ Ադրբեջանի ասածով է, չէ՞ որ ամեն ինչ համաձայնեցված է,